Սիրելի քաղաքացիներ, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ քիչ առաջ այս ամբիոնից Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանելյանը հնչեցնում էր կամ ընթերցում էր մի նամակ մի անձի կողմից, ով համարվում է սրբազան եւ ով, հիշեցնեմ, պատրաստվում էր Երևանում պատի տակ տարբեր մարդկանց գյուլել։ Ընդ որում, պարոն Դանելյան, ես անկեղծ ասած ձեր անդրադարձից ոչինչ չհասկացա, վերջը ինչքանով էր այդ մասով հերքում կամ հերքում էր արդյոք թե ոչ, ընդհանրապես հիշեցնում էր այդ դրվագի մասին եւ որ մենք բոլորս այդ մասով առնվազն անհանգստացած էինք եւ զարմացած եւ դրան ի պատասխան ըստ էության ոչինչ չլսեցինք։ Ես կուզեի արձանագրել հետևյալը այսօրվա այս հարց ու պատասխանի արդյունքներով, որ չնայած որոշ անհատական ելույթների, որոնք ըստ էության բովանդակային էին, չնայած եւ մշտապես գրեթե բոլոր դեպքերում թվերի եւ տվյալների մանիպուլյացիա կար, բայց ընդհանուր առմամբ հարգելի գործընկերներ պետք է արձանագրել, որ մենք գործ ունենք բավականին ծույլ ընդդիմության հետ, որովհետեւ ըստ էության Պարոն Բագրատյանը կարճ անդրադարձավ դրան, բայց ես կուզեի փոքր-ինչ ավելի ծավալվել այս թեմայով։ Մեր ընդդիմությունը 5 տարի շարունակ առաջնորդվում է եւ այստեղից բարձրացնում է այն թեզերը, որոնք վերջիններս 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ քաշում։ Այսինքն նախընտրական քարոզարշավի հիմնական են բոլոր նարատիվները, որոնք մենք ամիսներ շարունակ լսել ենք 2021 թվականից առաջ, այսինքն ընտրություններից առաջ, 5 տարի շարունակ մենք այս նույն մտքերը շարունակաբար լսում ենք եւ սա հարգելի գործընկերներ արդեն սա հոգնեցուցիչ չի, սա արդեն ծիծաղալու էլ չի, անկեղծ եմ ձեզ ասում, որովհետեւ եթե մենք որպես ընդդիմություն եւ այս process-ի մաս կազմող իսկապես հոգնել ենք այս թեմաներից, ես պատկերացնում եմ մեր քաղաքացիները ինչ տխուր տեսարանների են արժանանում դիտելով այս նիստերը։ Ես մեկ օրինակի ուզում եմ անդրադառնալ, Տիկին Գյուլիանը խոսում է այն մասին, որ մենք բարբերաբար եւ հետեւողականորեն ստում ենք եւ խաբում ենք մեր քաղաքացիներով, օրինակ բերելով 300 դպրոցի ուրեմն ծրագիրը եւ ասելով, որ այս պայդրությամբ կա 54 դպրոց շահագործման հանձնած եւ հնգամյա կառավարության ծրագրի շրջանակներում մենք ուշացնում ենք դպրոցների շինարարությունը, հետեւաբար մենք շարունակ խաբում եւ ստում ենք մեր ժողովրդին։ Ես ուզում եմ Տիկին Գյուլիանին եւ մեր ժողովրդին եւս հիշեցնել եւ վստահեցնել, որ մինչեւ 2026 թվականի ավարտ, ինչպես եւ խոստացվել է, 300 դպրոցները պատրաստ կլինեն, իսկ մեր ընդդիմությանը խորհուրդ կտամ եւս մեկ անգամ փոքր-ինչ ավել իրենց վրա աշխատել։ Շնորհակալություն։